Հայկ Սարգսյանն ասում է, որ դուք շատ գոհ եք եղել։ Միրակեմ, Հայկ Սարգսյան, ինչքան ես հասկացա ուշադիր լավ։ Պրովոկացիոն հարցը տվեր, իմս ճիշտ պատասխանը ստացեք։ Ինձ թվում է ուրիշ Քոչարյանի մասին։ Չէ, դուք եք։ Չէ, բայց ես ակադարձեցի։ Կարող է Ռոբերտ Քոչարյանի մասին ասում, չգիտեմ։ Միակ Քոչարյանը դուք եք։ Բայց ես հակադարձեցի։ Բայց այդ դեպքում մի րոպե, չէ, ես կատակ եմ անում, բայց այդ դեպքում ես ինչի ես քան խոսեցի։ Այդ է ենք ուզում եք հասկանալ։ Բայց այդ դեպքում ես ֆրակցիայի առաջ ինչի։ Որովհետև դա հարաբերության հարց չի, պարոն Անդրանիկ Քոչարյանը ուշադիր լսի եղել է Պաշտպանության նախարարի առաջ դերակալ, երբ որ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր 92 թվականին։ Այդ դա է ձեզ դրդում ասում է, որի մեջ չեք քննարկել, որոշել եք նախագիծ ներկայացնել, որ քնարիք խես sense ագրեսիվ։ Ագրեսիվ չէ, բան Քոչարյան, դուք եք զայրացած այսօր, ողջ օրը դուք եք ասում եք մի ընդհատեք, մի խոսեք, օրինակ դուք պարոն Սարգսյանը անգամ ձեզ ասում էր մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Բայց իր խոսելը իր պարոն Քոչարյան։ Հերմին այսօրով է հյուրդ։ Հլաս է, այսօր հյուրդով է։ Պարոն Քոչարյան։ Որ հարցին։ Ինչ դերեր եք դուք տեսնում, ինչ խնդիրներ առաջացնես։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական եզրակացություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի, բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկումը մենք ունեցանք, որի մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, Պաշտպանության փոխնախարարին, եւ բնականաբար ֆրակցիան պետքա կողմնորոշվի, եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետքա կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցեց նախագծին, բայց ֆրակցիայի առաջի փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը։ Քրիստինե դեմ էր, ինչու վերջի րոպեին կողմ քվեարկեց, ճնշումներ եղան, ինչի փոխեց իր դիրքորոշումը։ Քրիստինե Պողոսյանը հիմնավորեց։ Դուք ասեք ինչու եք դուք ի սկզբանե կողմ եղել։ Չի եղել սկզբան, դուք պարոն Սարգսյանը խառնեց այն նախաձեռնությունը 27 տարեկանին, այս կողմ եմ եղել եւ աջակցել եմ եւ անցել է, բայց սա դեռ ուրիշ բան է։ Պարոն Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Ես ասեցի, հանձնաժողովի բոլոր անդամները նստած են, թող ասեր, այս բոլորը ընդդիմադիր իմ ջալոց մեր հանձնաժողովի աշխատանքային բոլոր քննարկումներն ասում են նաև ընդդիմության մասնակցությամբ։ Եթե քննարկված լիներ, պետք է ասեր այս բոլորը այ աշխատանքային քննարկում եղել է։ Մի բանն է ճիշտ ասել։ Միջգերատեսչական հանձնաժողովը պարոն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է 2 անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկել եւ քվեարկել նոր ուղարկել կառավարության տար համաձայնություն Հայկ Սարգսյանը դնի կառավարության այդ շրջացման, որը չի արվել։ Էլ չեմ ասում քաղաքացիական պայմանագիրը տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Ինչ եք կարծում։ Սա այսպես հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանը այսքան բանա հիմնավորումներ ա բերում, քաղաքացիությունը, այսպիսի օրինագծերը, որը տեսակ խնդիր չի լուծում։ Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում։ Ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է սա լուծում։ Սա ավելի շատ հարցեր առաջացնող էր։ Դրա համար ես, քանի որ 30 տարվա անցած ուղի ունեմ, գուցե մի քիչ ավել, եւ կարծում եմ, որ զինված ուժերը պետքա օր առաջ մենք ունենանք այնպիսին, որպեսզի ինքը մեր ժողովրդին կարողանա պաշտպանել։ Դա մեկ անհանգիստ աշխարհի կռիվներ եկել է մեր հարավային սահման։ Եվ այս քննարկումը, ես ասեմ, նույնիսկ երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։